Ողջույն հարգելի գործընկերներ, մենք կրկին հանդիպել ենք InvestCast-ի տաղավարում եւ մեր այսօրվա հյուրն է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր, բեսթսելեր գրքերի հեղինակ, գործարար եւ ներդրող Սամվել Գևորգյանը։ Ողջույն Սամվել։ Ողջույն Գյորգի։ Ինչպե՞ս ես։ Հիանալի եւ աննման։ Իմ միշտ պատասխանը այդպեսին է լինում։ Ես էլ, որովհետեւ քեզ նման հետաքրքիր հյուր ունեմ այսօր, ու ինձ թվում է մեզ սպասում է բավականին հետաքրքիր զրույց։ Շատ թեմաներ կա, որ կարծում եմ հետաքրքիր կլինեն մեր գործընկերներին, այն մարդկանց, ովքեր մեզ դիտում են, որովհետև դուք ունեք բավականին հետաքրքիր կյանքի պատմություն, բավականին հետաքրքիր փորձ։ Մենք կփորձենք եւ խոսել առհասարակ գլոբալ թեմաներից եւ նաեւ իհարկե ներդրումներից եւ կուզենայի միանգամից հենց մեր առաջի հարցով սկսենք, թե ինչպես դուք բացահայտեցիք ձեզ համար ներդրումային աշխարհը առհասարակ եւ ինչպես սկսվեց ձեր կապը, ձեր ընկերությունը, ես նույնիսկ ասեի մեզ հետ Freedom Broker-ի հետ։ Շնորհակալություն հրավերի համար, անկեղծ ասած տարբեր եթերներում տարբեր ֆորմատի հարցազրույցների լինում եմ, բայց այսպես անձնական ներդրումների, пассив եկամուտների եւ տեսանկյունից առաջին հարցազրույցն է, շատ հետաքրքիր է, հուսով եմ շատ հետաքրքիր կանցնի։ Ուրեմն COVID-ի արդյունքներից մեկն էր, COVID-ի բացասական ելևէջներով, բացասական արդյունքներով հանդերձ ունեցավ նաև դրական որոշակի հանգամանքներ, մասնավորապես այդ ժամանակ էր որ գրեցի իմ երկրորդ գիրքը, որը դարձավ բեսթսելեր 1 րոպե անց, ու այդ ժամանակ էր որ ես ծանոթացա ներդրումային աշխարհին խորքային 2021 թիվներ պատահաբար չէ, միտումնավոր հայտնվեցի AGBU-ի շենքում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ փոքրիկ գրասենյակ կար Freedom Brokers-ի եւ Freedom Brokers-ի մասին լսել էի անընդհատ, տարբեր տեսանյութեր էի նայել, տարբեր վերլուծական, թե ներդրումային շուկայի մասին, արժեթղթերի շուկայի մասին ընդհանրապես, ու հետաքրքրեց որոշեցի մտնել։ Մտա ու ծանոթացա 2 թե 3 հոգի էին, առաջինը ծանոթացա Սեթրակի հետ, ու այդպես մեր գործնակ անցավ ծանոթությունը գործնական, ընկերական ու շատ ճիշտ ես նշում, որ ընկերական ֆորմատ է ձեռք բերել ինքը, ու ներդրումների մասին արժեթղթեր, բաժնետոմսեր եւ այլն վաղուց գիտեի իհարկե, բայց առաջին քայլը արեցի հենց այդ ծանոթությունից հետո, առաջին բրոկերային հաշիվը բացել, առաջին ներդրումը անել ու այդպեսի, այսպես ասած, պատահականությունը դարձավ օրինաչափություն։ Դա իրականում ինձ թվում է իրոք հաճելի է եւ կազմակերպության ներկայացուցիչներին եւ հաճախորդին, երբ գործընկերային հարաբերությունները իրոք հենց բառի երկու կոմպոնենտներն էլ պարունակում են, համ գործը, համ ընկերությունը։ Հետաքրքիր էր, հա։ Ես իրոք շատ ուրախ եմ, որ մեզ մոտ հաջողվում է հենց այդ մոտեցմամբ կառուցել մեր փոխհարաբերությունները եւ քանի որ արդեն իսկ խոսեցինք ներդրումներից, առաջին քայլերից, դե այդ պահից ի վեր բավականին ժամանակ է անցել ու հիմա կուզենայի դուք մի փոքր պատմեիք, եթե այդպիսի կան, ներդրումային ինչ-որ սխալների մասին, որոնք սկզբից անում էիք, մտածում էիք ճիշտ է, բայց հիմա հետ հայաց հասկանում եք, որ միգուցե ոչ այդքան։ Հա, հետաքրքիր հարց է, որովհետև իսկ միշտ շատ հեշտ է խոսել անցյալ կատարյալ ժամանակի մասին, ինչ որ արդեն կատարվել է ու վերլուծական տեսանկյունից ինչ կանեի օրինակ, ի սկզբանե ես շատ թեմայի մեջ, շատ խորքային գիտելիքներ, շատ խորքային, ինչ ասեմ, գործիքներ ու շատ խորքային մոտեցումներ չէի ցուցաբերում, անում էի այն, ինչ բրոկերը, մենեջերը ասում էր, բայց քննարկում էինք իհարկե ու դիվերսիֆիկացիայի վրա շատ մեծ ուշադրություն չէի դարձնում, հիմնականում քանի որ ես առաջին կրթությամբ ծրագրարող մաթեմատիկոս եմ, ոնց որ շեշտը դնում էի տեխնոլոգիական ոլորտը ինձ հոգի հարազատ է տեխնոլոգիական ոլորտի վրա, քանի որ աճի տեմպեր կան, քանի որ ապագան իրենն է եւ այլն, շեշտը դնում է ոչ ավանդական ու տեխնոլոգիական բիզնեսների վրա։ Հիմա մի քիչ ավելի դիվերսիֆիկացված է պորտֆելը, հետո ավելի շուտ կենտրոնանում էի ասենց բարձր
աճ ապահովող ակտիվների վրա, բարձր աճ ապահովող ի նկատի ունեմ կանխատեսվող, հա, ոչ ավելի ցածր, օրինակ պարտատոմսեր եւ այլն։ Հիմա ավելի պարտատոմսերի վրա եմ նաեւ մեծ ուշադրություն դարձնում, բայց ի սկզբանե ինչ կանեի, որ հիմա եմ անում, ճիշտ կլիներ այն ժամանակ ավելի խորքային գիտելիքներ ունենալ, ավելի խորանալ այս թեմայի մեջ, ավելի շատ կարդալ ու ինչ որտեղ կարելի էր նաև մենթոր ունենալ, ով որ այս աշխարհը ծայրից ծայր գիտի ու իր խորհուրդներով կարողանար ավելի ճիշտ ուղղություն ցույց տալ ինձ, թե որտեղ կարող եմ ներդրումներ անել։ Իրականում լիովին համաձայն եմ ձեր մոտեցման հետ եւ այո, հենց իմ աշխատանքը միգուցե հենց դրանում է կայանում, որ կրթությամբ եւ մենթորությամբ մոտիվացնենք մարդկանց անել ներդրումներ, որովհետեւ շատ դեպքերում խնդիրը ոչ թե նրանում է, որ մարդիկ չեն ուզում, այլ մարդիկ չեն հասկանում պրինցիպները, մոտեցումները եւ այլն։ Իսկ ինչ որ մարդ չի հասկանում, դա միշտ վախենալու է հնչում։ Համաձայն եմ։ Կուզենայի մի փոքր խոսեինք ձեր հիմնական գործունեությունից եւ ինչ էֆեկտ է դա ունենում ձեր ներդրումային գործունեության վրա, այլ կերպ ասած գործարար լինելը օգնում է ներդրումները անելիս, թե հակառակը ինչ որտեղ խանգարում է այն մոտեցումները, որոնք ակտուալ են բիզնեսում, օգնում են ներդրումներում, թե խանգարում։ Հետաքրքիր հարց է, միշտ այդ մասին մտածում եմ, տարբեր մոտեցումներ կան, ասենք տարբեր շերտերում պետք է այդ հարցին դիտարկենք, առաջին հերթին ժամանակի սղության տեսանկյունից, երբ որ դու գործարար ես, ունես քո ընկերությունը, քո բիզնեսը, առավել եւս բիզնես խորհրդատվական ընկերությունը, ամենօր շփվում ենք տարբեր ընկերությունների հետ, տարբեր ոլորտների հետ, տարբեր մարդկանց հետ, միշտ դժվար է լինում ֆոկուս լինելը, ու այս տեսանկյունից ժամանակի սղությունը քիչ հնարավորություններ է թողում, որպեսզի կարողանա զբաղվել ամբողջովին ներդրումային գործունեությամբ եւ այդտեղ խորքային գիտելիքներ, խորքային գործիքներ սովորես ու դրանք կիրառես։ Առաջին հերթին դա, երկրորդ հերթին մտածողությունը, գործարարի մտածողությունը ու դա միայն իմ դեպքում չէ, հայկական գործարար աշխարհում դա տարածված երևույթ է, գումարը ներդնեմ բիզնեսում, թե ներդնեմ շուկայում արժեթղթեր, բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, միշտ այդ դիլեմայի առջև ենք կանգնած, ընդհանրապես այս փսիխոհոգեբանական մոտեցում կա, չէ՞, ասում եմ, եթե մեկ տարբերակ ունես, շատ հեշտ է ոչ ասելը, եթե երկու տարբերակ ունես, դիլեմա է դա, եթե ունես 3 տարբերակ ու շատ դժվար է որոշում կայացնելը, եթե 3 տարբերակ ունես, գոնե մեկը ընտրում ես։ Այս պարագայում երկուսն է, կամ ներդրում ես բիզնեսի մեջ, կամ պասիվ եկամուտներ, կամ ներդրումային աշխարհ ես մտնում։ Երկրորդ մակարդակը դա է, եւ երրորդը հայկական շուկայում ու առանձնապես իմ պարագայում, քանի որ հայկական բիզնեսը նոր է զարգանում, նոր ենք մտնում միջազգային, նոր ասելով 30 տարի ընդհանրապես միջազգային բիզնես ցանց, հարաբերություններ, նաև տարբեր բորսաներ, այս ամեն ինչը լրիվ նորություն է մեզ համար, համեմատաբար նորություն։ Վերջին տարիներին շատ ավելի արագ է զարգանում իհարկե, դա էլ է որոշակի անորոշության դաշտ, որովհետև միշտ նորությունների ու փոփոխությունների նկատմամբ դիմադրողականությունը միշտ կա։ Պես որ այս երեքի բալանսը պետք է կարողանանք լավագույն կերպով ընտրել։ Այո, իրականում հետաքրքիր մոտեցում է ու շատ դեպքերում, երբ մարդիկ ունեն, ինչպես դուք ասացիք, մի տարբերակ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Եվ դուք խոսում եք գործարար լինելու տեսանկյունից, մատնանշեմ, որ դա ակտուալ է նաև այն մարդկանց համար, ովքեր ենթադրենք սովոր են բանկային ավանդներին կամ անշարժ գույքում են ներդրում անում։ Միշտ երբ որ մարդ գիտի ինչ որ մի գործիք, որ աշխատում է, նախընտրում է մնալ այդ ծանոթ գործիքի հետ, ասելով, որ փորձած թանը անփորձ մածունից լավ է։ Սակայն կարելի է մի փոքր փորձել, միգուցե մածունել վատ բան չի։ Ընդ որում կան այդպիսի մոտեցումներ, կան չէ, սպառողական մտածելակերպ եւ ձեռնարկատիրական մտածելակերպ։ Սպառողական մտածելակերպ ունեցող մարդիկ ավելի շատ ավանդ են ներդրում, ովքեր որ գործարարներ չեն։ Իրանք ավելի շատ ավանդ են դնում
որովհետև ինչ որտեղ վստահություն կա, չնայած այդ Սովետ խորհրդային միության այդ վատ փորձը կա, ինչ որտեղ ստաբիլություն կա, տարեկան ինչ որ տոկոսադրույթ կա, ինչ որտեղ sense բանկերի նկատմամբ այդ լիկվիդայնության արագ գումար ստանալու այդ հարցը արագ է լուծում, իսկ գործարարները հիմնականում նախընտրում են բիզնեսի մեջ գումարներ դնել, անշարժ գույքի մեջ որպես ալտերնատիվ ասեմ, անշարժ գույքի մեջ ներդնել, մոտեցումները լրիվ տարբեր են։ Կուզենայի մի փոքր հենց ձեր ներդրումային գործունեությունից խոսենք, նշեցիք, որ սկսել եք կարելի ասել ագրեսիվից հիմա անցել ավելի կայուն ներդրումներին, ավելի տրադիցիոն ներդրումներին, սակայն կուզենայի, եթե դեմ չեք, մի փոքր փակագծերը բացեիք եւ պատմեիք մեզ, թե ինչ տրամաբանությամբ եք կառուցել պորտֆելը, ինչ տեսակի արժեթղթեր եք ներառել այնտեղ եւ ինչու ամենակարևորը։ Այս 5 տարիների ընթացքում այդ տրամաբանությունը հստակ ձևավորվեց, ավելի երկարաժամկետ եւ դիվերսիֆիկացված։ Եվ երրորդը կարգապահությունը, կարգապահ ձևով ներդրումներ անելը չափը էական չի, կարող է լինի ամիսը 50,000 դրամ, 500,000 դրամ, 1 միլիոն դրամ, տարբեր մարդկանց մոտ տարբեր է մոտեցումները իհարկե, բայց կարգապահությունն ու պարբերականությունը շատ կարևոր է։ Սկսեցի ավելի շատ երկարաժամկետ մտածել, երկարաժամկետ ներդրումների հետ կապված։ Օրինակ հենց որ շուկան սկսում է ընկնել, իմ շատ ընկերներ սկսում են, ասենք, անհանգստանալ, տագնապ առաջանում, քանի որ ես երկարաժամկետ եմ մտածում, այդ պարագայում ինձ մոտ ավելի շատ փայլուն մտքեր են առաջանում, որ ժամանակն է, ասենք, գնումներ կատարել շուկայից, այդ տեսանկյունից։ Այդ երկարաժամկետությունը ու դիվերսիֆիկացիան, ավելի շատ ագրեսիվից, հիմա արդեն ավելի քիչ ագրեսիվ, օրինակ պարտատոմսերը կամ միջին ագրեսիվության ճակերտավոր ասած, կամ միջին, չասեմ, ոչ այնքան ագրեսիվ ֆոնդերը, ինդեքսային ֆոնդերը, որոնք S&P 500 եւ նմանատիպ ֆոնդեր կամ ոսկու հետ կապված ֆոնդեր, այսինքն փորձել եմ դիվերսիֆիկացնել։ Ու ես որ նայում եմ իմ պորտֆելը, որոշ բաներ նվազում են, որոշ բաներ աճում են, պորտֆելիս մեջ կա ուրեմն ակտիվ, որը 88%-ով աճել է 2 տարվա ընթացքում եւ կա ակտիվ, որը 50%-ով նվազել է 1 տարվա ընթացքում, բայց դրանք իրար փոխհատուցում են ու վերջում ստացվում է, որ պորտֆելը միևնույնն է դրական է, երկարաժամկետ կտրվածքով դուրս գալիս։ Իրականում նման է բավականին նաև իմ մոտեցմանը, ինչպես ես եմ աշխատում։ Մենք շատ բաներով նման ենք։ Դրա համար, այո, շատ լավ հասկանում եմ, թե ինչի նկատի ունեք, եւ այստեղից մեր մյուս հարցը, ինչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված ռազմավարության ընտրությունը, ավելի կոնկրետ կարծում եք, որ տարիքը ազդում է դրա վրա, թե ինչքանով ռիսկային մոտեցումներ կընտրի ներդրողը, թե դա ասենց ներքին ինդիվիդուալ հոգեբանական պատմություն է անկախ տարիքից։ Ինձ թվում է վարքագծի հարց է, թե մարդ ինչպիսին վարքագիծ ունի։ Եթե մարդ չի վստահում, այսպես ասեմ, կան վարքագծային տիպեր, որոնք վստահում են միայն այնպիսի ակտիվներին, որոնք հնարավոր է շոշափել։ Դա բանկային ավանդն է, դրեցիր, հետո մյուս օրը կանես, կամ անշարժ գույքն է, կամ ոսկին է։ Այս պարագայում դժվար է այդպիսի մարդկանց համոզել ներդրումներ կատարել հենց բորսաներում արժեթղթեր, բաժնետոմսեր առնելու, իրենք մտածում են, որ դրանք շոշափելի չեն։ Չնայած լիկվիդայնության տեսանկյունից իրանք շատ ավելի շոշափելի են։ Մեկ վայրկյանում կարելի է վաճառել, դարձնել կանխիկ գումար եւ վերջ։ Հիմա փորձենք անշարժ գույքը վաճառել։ Բավականին բարդ է, մանավանդ հենց որ բարդ շրջան ենք մտնում շուկայի տեսանկյունից, բավականին բարդ է։ Այստեղ վարքագծի հարցը ինձ թվում է, թե մարդը ինչպիսի վարքագիծ ունի։ Տարիքի հետ կապված մարդու վարքագիծը չի փոխվում, փոխվում է շրջապատը, փոխվում են այն գործոնները, որ իր ազդում են, իմ կարծիքով, բայց վարքագիծը մնում է նույն տիպի, դրա համար մարդիկ կան, ովքեր մտածում են երկարաժամկետ, իրենք շարունակում են երկարաժամկետ մտածել։ Մարդիկ, ովքեր այս պահին են ուզում գումար աշխատել, իրանք հիմնականում գումար են ներդնում առևտրի մեջ, ինչ որ ներմուծում եւ վաճառք դրա մեջ են մարդիկ, ովքեր ավելի արժեք ստեղծող տարածված բան կա, չէ՞, միֆ կա, ասում են, բիզնես սկսում եմ հաճույքի համար, հոբբիի համար եւ այլն, բոլորն էլ բիզնես սկսում են գումար աշխատելու համար, այլ հարց է գումար աշխատելու ռազմավարությունը,
դու ուզում ես հենց հիմա աշխատես ու միանգամից, թե ուզում ես փոքր գումարներով ու երկարաժամկետ ու լինի կայունություն։ Հա, իրականում շատ ճիշտ ես ասում։ Նաև այդ մասով, հա, որ մատնանշեցի, արդյոք կա տարիքային տարբերությունից ելնելով մոտեցման տարբերություն, դե օրինակ ես մի փոքր ավելի երիտասարդ եմ, քան դու, ընդհանրապես մի փոքր իհարկե, բայց իրականում մեր մոտեցումները, ինչպես հասկացանք, շատ նման են, հա, այսինքն դա խառնվածքի հարց է, օրինակ ես հանդիպել եմ ինձանից կրկին տարիքով բավականին մեծ ներդրողների, որոնք ավելի շատ թրեյդեր են, քան ներդրող, սիրում են ռիսկ, որ ուզում ես ասես հա, որ, բայց փաստացի, հա, բավականին ռիսկային գործարքներ են անում։ Ընդ որում ներողություն, մի փոքր հավելեմ, Գյորգի ջան, այստեղ խոսքը կարող է վերաբերվի օրակարգ փոփոխվելուն որոշակի տարիքի փոփոխության հետ օրակարգն է փոխվում, այսինքն փոխվում է դու ինչ նպատակներ ունես մոտակա ժամանակահատվածի համար, միջինաժամկետ, երկարաժամկետ։ Միգուցե դրա փոփոխությունը, որովհետև միջին տարիքում, երիտասարդ տարիքում, էլի ասենք պլաններ, ինչ որ բաներ ձեռք բերելու ավելի շատ են լինում, քան ավելի հասուն տարիքում, այստեղ ավելի շատ գնում է կայունության մասին, բայց վարքագիծը հիմնակետն է այս ամեն ինչի։ Այո, համաձայն եմ։ Հիմա հենց այդ մասով հենց մարդկանց վարքագծի դուք իրականում գործի բերմամբ, հա, ձեր միությունով ահագին շատ մարդկանց եք ներգրավում, անձամբ դու ունես շատ մեծ շրջապատ, հա, մենք դրա մասին քաջատեղյակ ենք, ու շատ հետաքրքիր է, թե ինչ ես մտածում քո շրջապատի հետ շփվելու արդյունքում հենց ներդրումների կոնտեքստում։ Արդյոք դու զգում ես, որ ներդրումային մտածողությունը զարգանում է, թե հիմնականում մենք դեռ գտնվում ենք կամ բիզնես կամ անշարժ գույք այս տրամաբանության մեջ։ Նորից կխոսեմ հենց այդ սպառողական եւ ձեռնարկատիրական մտածելակերպերի մասին, իրականում այդ անշարժ գույքի նկատմամբ սերը միֆը նա է, որ հայերն են սիրում անշարժ գույք, բայց ամբողջ աշխարհում է այդպես, բոլոր ազգերն էլ սիրում են, որովհետեւ մարդու էությունն է դա։ Անշարժ գույքի նկատմամբ սերը միշտ մնալու է, ոսկու նկատմամբ, նմանատիպ ակտիվների նկատմամբ սերը միշտ մնալու է։ Այլ հարց է, ինչ մասն է այդ ակտիվից դուրս հանում եւ ասենք ներդրումներ կատարում։ Այդ տոկոսի տրամաբանությունն է ոնց որ հիմնական գաղափարը։ Վերջին տարիներին շատ մեծ թափով փոփոխություններ կա, ի շնորհիվ նաև Freedom Broker Armenia-ի եւ նմանատիպ կազմակերպությունների, ընկերությունների, ովքեր շուկայի հետ աշխատում են, իրենց պրոդուկտներն են առաջարկում, տարբեր ոդքասթերի, տարբեր միջոցառումների շնորհիվ, գիտելիք են փոխանցում, ինֆորմացիա են փոխանցում, որը մարդկանց վրա դրական ազդեցություն է գործում։ Բայց հիմա մենք այդ տեսակետից լրիվ անցումային փուլի մեջ ենք։ Կա այնտեղ sense են ծեծված կոմֆորտ զոնա գաղափարը, չէ՞, որ ասում են կոմֆորտ զոնայից դուրս արի, ասում են դուրս գամ ինչի համար, անորոշության զոնա է։ Հիմա մենք անորոշության զոնայի մեջ ենք, մեր շուկան ներդրումային տեսանկյունից, այդ փուլի մեջ ենք, որտեղ անորոշությունից հետո սկսում է արդեն կրթության կողմ, մարդը սկսում է ուզենալ սովորել այդ ամեն ինչը, հա։ Այս տեսանկյունից անցումային փուլի մեջ ենք ինձ թվում է, ու գործարարներից շատերը նախընտրում են դեռ անշարժ գույք, մեր անշարժ գույքի շուկան ամբողջ աշխարհում ինչա կատարում, Հայաստանում ինչա կատարում, տարբեր տրամաբանություններ են, հա, բանի ոսկու շուկան, արծաթի շուկան եւ այլն, այս տեսանկյունից շատ կարեւոր է այն փաստը արձանագրել, որ մեր գործարարները ունեն ներդրումների նկատմամբ սեր, ներդրումների նկատմամբ այդ ռիսկերը ամեն ինչը հաշվի են առնում, այլ հարցը թե որտեղ են ներդրումներ կատարում։ Ու այստեղ գալիս է դիվերսիֆիկացիայի հարցը։ Ինչու՞ միայն անշարժ գույք, նորից բանի լիկվիդայնության հարցը, անշարժ գույքը քանի րոպեում, քանի օրում, քանի շաբաթում կարելի է դարձնել կանխիկ գումար եւ ակցիաներ բաժնել տոմսեր եւ այլն քանի րոպեում կարելի է դարձնել։ Քան այս օրակարգի փոփոխությունից է մտածելակերպի հարցը։ Իրականում դա նորմալ է, որ մենք վարքագծից ենք խոսում, որովհետեւ ամբողջ արժեթղթերի շուկան հենց մարդկային վարքագծի վրա է հիմնված, նույնիսկ երբ մենք ակտիվ ենք վերլուծում, մենք ոչ թե վերլուծում ենք ինչ-որ փաստ, հա, ընդհանրեն կազմակերպության հետ կապված, այլ մենք վերլուծում ենք այն, թե ինչպես այդ փաստը կընկալի լայն հանրությունը։ Եթե մարդիկ դա
ընկալելու են որպես դրական նորություն, բայց ենթադրենք ինքը օբյեկտիվորեն տնտեսագետը կասի դա վատ նորություն է, բայց մարդիկ այդ նորությունը կհավանեն, ապա գնալու են առնեն։ Եվ եթե նրանք գնալու են առնեն, ապա բաժնետոմսերը աճելու են։ Եվ այստեղ գալիս է այն պահը, որ երբեմն շատ ռացիոնալ մոտեցումը վերլուծությանը կարող է հակառակ էֆեկտ ունենալ, որովհետև մարդիկ բացարձակ ռացիոնալ չեն։ Հա, այդ փաստ է, ось իմ դիմաց երկու գրքեր են դրված, փողի հոգեբանությունը եւ հարստության կանոնները, բարեբախտաբար արդեն հայերեն կա թարգմանվածը, հենց լրիվ այդ մասին է, նույնիսկ ենթավերնագրերը, որ կարդամ, շատ հետաքրքիր է։ Երջանկության, ագահության եւ հարստության անվերջ դասեր եւ մյուսը նվիրվում է նրանց, ովքեր վճռականորեն ցանկանում են հարստանալ։ Վճռականորեն վարքագիծ է, չէ՞, թե դու ցանկանում ես, թե չես ցանկանում։ Այստեղ խոսքը նրա մասին չի, ես ուզում եմ, թե չեմ ուզում։ Հենց որ ուզում ես, դա պետքա արդեն ցանկություն դառնա, ցանկությունն էլ դառնա գործողություն։ Ուզելով եւ ցանկությամբ ոչինչի չես հասնի, իսկ գործողություններով, օրինակ ամիսը 10,000 դրամ հայտնի խոսք կա, չէ, օրինակ կա այն սուրճի օրինակը, ասեն ամիսը այսքան սուրճ մի գնիր եւ ներդրում արա 32 ծխախոտը կամ ծխախոտը, հա, ու շատերը դա անցալում են որպես ես բայց սուրճ սիրում եմ, ինչու չխմեմ, ինչու ես պետք է այսօրվա իմ հաճույքը փոխարինեմ ապագա գումարներով։ Խոսքը նրա մասին չի, որ սուրճ մի խմի, մետաֆորիկ օրինակ է դա։ Խոսքը նրա մասն է, օրը ընդամենը 1000 դրամ ներդրում արա, ու վերջ։ Այո, իրականում այդ մոտեցումն էլ է հենց մեր հոգեբանության հիմքում ընկած այն մոտեցումների, որ մենք ենք փորձում տարածել, որ ներդրումները պարտադիր չի, որ սկսվում են պայմանական նույնիսկ հազարավոր կամ տասնյակ հազարավոր դոլարներից։ Ներդրումը սկսվում է հենց այդ մի առաջին փոքր քայլը անելիս։ Կուզենայի նաև մի փոքր քննարկեինք, կրկին քանի որ հոգեբանական հարցերի մեջ ենք, սպառման թեման, ինչքանով են մարդիկ ըստ ձեզ, ասենք քո շրջապատում, որ շփվում ես, պատրաստ սեփական սպառման հաշվին ապագա կառուցել։ Այսինքն այդ նույն ծխախոտի, կոֆեի պատմությունը իրականում արդյոք մեծամասնությունն են տենց մտածում կոնկրետ քո շրջապատում, հա, առհասարակ գլոբալ հարցը տամ, ինչ որ սոցիոլոգիական հետազոտություն է երևի պետք անել, բայց լոկալ ինձ թվում է կարանք էլի դա քննարկենք, օրինակ իմ շրջապատում ոնց է, քո շրջապատում ոնց է, ու տենց կարելի է ասել ինչ որ հստակ սեգմենտի վրա կարողանանք հասկանալ կա նման վարքագիծ առհասարակ, թե դա փոքր տոկոս է։ Ես վերջերս մի ընկեր ունեմ, վերջերս իրեն հարցրեցի, ասում պատկերացնում ես այն հագուստը այն որ դու գնել ես ու չես օգտագործել կամ սահմանափակ քանակությամբ ես օգտագործել, դրա փոխարեն ներդրումներ անեիր, հիմա ինչքան գումար կունենայիր։ Մի հատ շատ լավ օրինակ կա հենց iPhone-ի մասին, եթե դու iPhone հեռախոսը 17 հեռախոսները գնես հենց իր լույս ընծայման օրը, դու ծախսած կլիներ $22,000, ու այդպիսի մարդիկ ունենք, չէ՞ որ առաջինից մինչև 17-ը առնում են։ Ինձ մոտ օրինակ 4-5 սերիա մեկ եմ ես փոխում։ Այս պահին iPhone 14-ը, որ ինձ բավարար է, բայց հաջորդին երևի կփոխեմ։ Բայց ասում եմ դրա ալտերնատիվ է։ Եթե դու այդ նույն օրը այդ գումարով առնեիր Apple-ի ակցիաներ, դու հիմա կունենայիր $256,000։ Այդ տրամաբանությունն է, որ պետք է մեր մոտ առաջ տանենք։ Իմ շրջապատում հիմնականում գործարարներ են, որոնք ներդրումներ են կատարում տարբեր բիզնեսներում, իրենց բիզնեսներում լրացուցիչ ընդլայնման, աճի, մասշտաբայնացման տեսանկյունից։ Շատ կետային են նրանք, ովքեր որ ուզում են ներդրումներ մտնում են հենց այս շուկա, բավականին կետային են, բայց այստեղ խոսքը նրա մասին է, որ իրենց հետ պետք է աշխատել։ Իրենց պետք է ալտերնատիվ տալ, իրենց պետք է հնարավորություն տալ գիտելիքի միջոցով, տարբեր գործիքների միջոցով, որպեսզի իրենք թեկուզ փոքր գումարներից ամիսը մի քանի $100, ամիսը $100, ամիսը նայած ով ինչքան եկամուտ ունի, իր եկամտի 5%-ը, 1%-ը, 2%-ը ներդնի այդ բանի մեջ, ակցիաների մեջ։ Մի հատ օրինակ էլ հիշեցի, մեր ամերիկացի մի ընկեր ունենք, որը բավականին ժլատ մարդ է, ու ինքը այսպեսի մի հատ մոտեցում ունի, ինչ որ բան ենք ուզում առնենք, ասում առանց դրա չէիր ապրում,
Ինչ հակուստ է ուզում առած տրամաբանություն առանց դրա չէիր ապրում, ասես իրականում առանց դրա ապրում էի ու նորմալ։ Կարող եմ դա չառնել դրա փոխարեն, ինչ ներդրումներ անել։ Ու այդպեսի որ նայում եմ, ասենք sense իմ ընկերների շրջապատում հնարավոր է որ յուրաքանչյուրը իր եկամուտի 10%-ը բաշխի ներդրումների վրա։ Մնում է իրենց համոզել կամ իրենք այդ գիտակցությանը գան։ Իրականում հարցը ինձ թվում է նաև ինչ որտեղ փիլիսոփայական, որովհետև արդյոք ես համարում եմ, որ մարդիկ կան, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ անել ներդրումներ նույնիսկ պայմանական 1%-ի չափով, երևի այո, ցավոք եւ Հայաստանում եւ աշխարհում կան մարդիկ, որոնք գտնվում են աղքատ կամ ծայրահեղ աղքատ կարգավիճակում եւ այո, այդ դեպքում միգուցե պարզապես պետք է խոսալ ինչ-որ առաջնային կարիքների բավարարումից, սակայն այն մարդկանց պարագայում, ովքեր առաջնային կարիքները կարողացել են բավարարել, հա, եթե խոսենք հենց Մասլոյի բուրգով, ասած, կա սնունդ, կա կացարան, կա հագուստ, այս պայմաններում արդեն մենք սկսում ենք ընտրել հարմարավետության բարձրացման մեջ կամ ապագա ինչ-որ ակտիվների կապիտալի ստեղծման։ Այսինքն ես դա առաջարկում եմ այդ դիլեման, որ մարդը լուծի հետևյալ առաջադրանքը կատարելով։ Ասի, ես հիմա կարամ ապահովեմ ինձ իմ ամբողջ եկամուտով, ամսական կամ խնայողություններով X մակարդակի կոմֆորտ։ Եթե ես այդ միջոցների ինչ-որ զգալի տոկոսը ներդրում անեմ, պայմանական 5, 10, 15, 20 տարի հետո կկարողանամ ապահովել ինձ այս մակարդակի կոմֆորտ։ Ու որն է ավելի կարևոր։ Այսինքն կան իրոք մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով։ Դա իրոք հոգեբանություն է։ Մարդ կա, դու իրան չես կարա բացատրես, չես կարա նույնիսկ համոզես, չնայած ես համարում եմ, որ առհասարակ ոչ մեկին ոչ մի բան համոզել պետք չի, եւ նույնիսկ մեր գործունեության մեջ, երբ ես խոսում եմ ներդրումներից, ես պարզապես ներկայացնում եմ ներդրող լինելու իմիջիայլոց եւ առավելությունները եւ բացասական կողմերը, որովհետեւ բացասական կողմեր նույնպես կան։ Դու դիմում ես ռիսկի, դու որոշակի նյարդեր ես ծախսում դրա վրա։ Այո, դու քո ներկա կոմֆորտը ինչ որտեղ քչացնում ես։ Այդ ամեն ինչը որոշակի կետեր են, որոնք կարող են հետ համոզել մարդուն։ Դա գալիս է կոնկրետ մարդուց։ Եվ այստեղ ես պարզապես հիմնական կետը, որ նշում եմ, թե օրինակ ինչու եմ ես ներդրող, այլ ոչ թե պարզապես սպառող, դա հենց այն է, որ վաղվա օրվա վստահության համար ես այսօր ներդրող եմ։ Այսինքն այո, մենք ունենք կենսաթոշակ, մենք ունենք ինչ-որ կյանքի մակարդակ, որը կարծես թե առնվազն մեզ համար ապահովված է, սակայն ես պատասխանել եմ այն հարցին, որ այն մակարդակը, որը որ ինձ սպասվում է առանց ներդրումների, դա այն մակարդակը չէ, որին ես ձգտում եմ։ Հետևաբար ես ինքս ձևավորում եմ իմ ապագան արժույթ ունեցածի վրա, որը որ պետք է ունենամ, փորձում եմ ճոխացնել, մեծացնել եւ բերել այն կարգավիճակին, որը ինձ համար ընդունելի է։ Սա նույնպես շատ հարաբերական հարց է։ Մարդիկ կան, ում պարզապես եւ հիմա կարելի ասել ոչինչ պետք չի եւ վաղը ոչինչ պետք չի, այսինքն մարդը ասում է հաց լինի, տունս լինի, ինձ լավ է։ Մի հետաքրքիր վիճակագրություն հիշեցի, հենց բարեկեցության վերաբերյալ ԱՄՆ-ում բնակչության 30%-ի մոտ եթե առաջանա անկանխատեսելի $2000 ծախսի կարիք, նրանք ունակ չեն ու այդ գումարը չունեն 30%-ը։ Հիմա համեմատենք Հայաստանում, բնականաբար այդ թիվը շատ ավելի մեծ է, այդ խոսքը հիմա գնում են մարդկանց մասին 40%-ի մասին, 30, 20, ովքեր այդ հնարավորությունները քո ասած բարեկեցության որոշակի մակարդակ ունեն, ու իրենց խոսքը գիտեք ինչի մասին է, որ սենց ասեմ, ունես մեքենա 3 տարվա, հիմա որոշում ես նորը գնես, հա, ինչու նորը գնես, դրա մեջ բովանդակություն կա թե ձև։ Եթե կարելի է այդ տարբերությունը, որ պետք է գնես, այդ տարբերությունը ներդրում անես ապագայի համար,
հա, որովհետև միշտ մենք կռիվ ենք տալի ձևի եւ բովանդակության միջև։ Ձև, որպեսզի շատ ավելի թարմ ու նոր մեքենա լինի, բայց դրա մեջ բովանդակությունը չի փոխվում բացարձակ։ Ընդհանրապես ես ինձ լավ եմ զգում այսօր, հենց հիմա։ Մեկ ամիս անց այդ մեքենային սովորելու եմ։ Ընդ որում մեքենան էլ նոր, երբ որ հանում ես ավտոսալոնից, ինքը միանգամից 15-20%-ի արժեքը իջնում է շուկայական արժեքը, էլ չեմ ասում, երբ որ վարկով են դա ձեռք բերում, հա, դու առնում ես մի ակտիվ, որը ունի արժեք, բայց իր համար վճարում ես 2-ից 3 անգամ ավելի շատ։ Այդ ինձ թվում է տրամաբանությունը այստեղ պետքա գտնենք այդ կրթության ուսուցանելու տեսանկյունից, այլ ոչ թե քեզ կտրի ինչ որ հաճույքներից, այլ հաճույքի անգլերեն upgrade, հայերեն ինչպես կա, հաճույքի ավելի բարելավում, բայց այդ բարելավումը դա ձև է, թե բովանդակություն, սրա մասին է խոսքը։ Իրականում ճիշտ ես ասում ու մասնավորապես այն մասի հետ եմ համաձայն, որ ինչ որտեղ sense բաց հարցով այս հարցը պատասխանեցինք, որովհետև դա իրոք ամեն մեկի պատասխանելու բանն է։ Ինչ որ մեկը մի պատասխան կունենա դրան, մեկ այլ մարդ լիովին ուրիշ պատասխան կունենա։ Եվ ես համարում եմ, որ մեր աշխատանքի հիմնական նպատակը հենց այն է, որ մենք տրամադրենք մարդկանց այն էկոսիստեման, այն գիտելիքները, կիսվենք մեր փորձառությամբ, որպեսզի ամեն մարդ կարողանա ինքն իր համար պատասխանի այդ հարցին։ Եթե մարդը կատարի հավասարակշռված որոշում, որ չի ցանկանում անել ներդրումներ, ես նույնպես կասեմ մարդը ապրի, որովհետև ինքը գնահատել է իր հնարավորությունները, իր հոգեբանությունը եւ ըստ դրա կայացրել է որոշում։ Եվ կուզենայի արդեն մի հատ էլ ֆրիդոմի վերաբերյալ հարց տայի, ինչ ես կարծում ֆրիդոմը եւ սկսնակ եւ փորձառու ներդրողին ինչ է տալիս, ինչով է օգնում։ Դες սկսնակի դեպքում ստում ավելի հասկացանք, հա, կրթությամբ, մոտեցմամբ, զարգացնելով ներդրումային մտածողություն, իսկ փորձառու ներդրողի դեպքում ինչի եմ հարցնում հենց քեզ այս հարցը, որովհետև կարելի ասել, այս ճանապարհը անցել ես, էլի, իսկ այս համեմատաբար սկսնակ ներդրողից մինչև հիմա ես հանգիստ կարող եմ ասեմ փորձառու ներդրող։ Առաջին հերթին մենեջերի, հա, բրոկերի արկայությունը ու ամենօրյա ամեն վարքյան աջակցությունը չափազանց կարևոր է։ Օրինակ երեք երեկոյան ու ժամին նայեցի շուկաները, ինչ որ բան մտքովս անցավ, վերլուծություն արեցի ու միանգամից կապնվեցի Սեթրակի հետ այդ հարցով ու սկսեցինք իրար հետ կոմունիկացիա անել ու որոշում կայացրեցինք առաջիկա 1-2 օրվա ընթացքում։ Այսօր արդեն երևաց, որ այդ որոշումը ճիշտ էր։ Ինձ մոտ ես ակտիվ տրեյդեր չեմ, բացարձակ, ամիսը 1-2 անգամ ուղղակի շուկային գործի բերումով, շուկայի նորություններին հետևելով, տրենդերին հետևելով, ինչ որ մի բան է մոտս առաջանում գաղափար, արժե այս քայլին գնալ, թե չէ։ Ու վերջին մի քանի անգամ ինչ արել ենք, ճիշտ է դուրս եկել, անկեղծ ասած, որովհետև հենց այդ արկայությունը մենեջերի ով պրոֆեսիոնալ է, մենեջերի արկայությունը ով գիտելիք ավելի շատ ունի, որովհետև ինձ համար ժամանակի խնդիր է։ Ես այդքան ժամանակ չունեմ սովորելու, նայելու, համեմատելու, այդքան ժամանակ չունեմ այդ բոլոր, ասենք, ինֆոգրաֆիկաները դիմաց տնեմ ու համեմատեմ եւ այլն, ոչ ժամանակ ունեմ, ոչ ցանկություն, հա։ Ցանկությունը կարող է կա, անկեղծ ասած, բայց դրանից ինչ արդյունքի ես կգամ, մի քիչ դժվար է, բայց բրոկերի արկայությունը ինքը մեծ հնարավորություններ է տալիս այս ամեն ինչը ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնելու։ Եվ գլոբալ իմաստով Freedom Broker Armenian շուկա մտնելով շուկայում մեծ փոփոխություններ բերեց առաջատարի տեսանկյունից, երեք ցուցանիշներն էին նայում, փաստացի առաջատարն է, ու այս գիտելիք փոխանցելու տեսանկյունից, ամենտեղ երևալու տեսանկյունից, մարդիկ իրոք քեզ չգիտեն ինչա իրար հարց են տալիս, ինչա Freedom Broker եւ այլն, ու բարեբախտաբար շուկան, մրցակցային շուկան բարեբախտաբար զարգանում է, հայտնվում են նոր կազմակերպություններ, որոնք ընդհանուր իմաստով շատ դրական ազդեցություն են գործում թե էկոհամակարգի, թե ապագա ներդրողների վրա։ Իդեպ ասեմ, որ հենց քո ասած չասեմ խնդիր, բայց այդ մոտեցումը ել ավելի զարգացնելու, ներդրողներին հարմար դարձնելու համար մենք հենց ակադեմիայով փակ Telegram ալիք ենք սարքել, ընդհանրապես սիմվոլիկ կարելի ասել ամիսը $10, որտեղ
ես ու ակադեմիայի մյուս սպիկերները վարում ենք մեր անձնական պորտֆելները, ամեն էֆիրին $100 գումար ենք դնում մեր հաշվին, որպեսզի նաև ցույց տանք, որ պարտադիր չի լինել, չգիտեմ, շատ հարուստ $100 երևի ասել կարանք մեզ թույլ տանք, ու ամեն մեկս ըստ մեր մոտեցման, մեկը ռիսկային, մեկը միջին, մյուսը կոնսերվատիվ պորտֆելներ ենք վարում, ու հենց այդ խմբում էլ ակտիվ աշխատում ենք ներդրողների հետ, պատասխանում ենք իրենց հարցերին, այո, որոշ մարդկանց հենց հարմարաձերպես աշխատել հենց մենեջերի հետ, դա նաև կապված է հենց այն ներդրումային միջոցների հետ, որոնք նախատեսված են, հա, ներդրումների համար, օրինակ retail ներդրողների համար շատ հարմար գործիք ենք սարքել ու ով միանում է մեր այդ ալիքին, բավականին գոհ է մնում եւ մնում է ալիքում արդեն բավականին երկար ժամանակ։ Այո, ընդ որում այդ ալիքին ես հետևում եմ իհարկե ու այդտեղից գաղափար առաջացավ Facebook-ում 21 գրառումից շարք հրատարակեցի մոտ մի 3 ամիս տևեց մոտավորապես ու հենց ներդրումային ըստ մոտեցումների վերաբերյալ տարբեր նույն այդ $100 ունես ինչպիսի ներդրումներ անես կամ մտածելակերպի կամ վարքագծի մոտեցումների վերաբերյալ ու բավականին հաջող ստացվեց որտեղ շատ մարդիկ հետաքրքրվեցին նայում են մեկնաբանություններ են անում ու հետո որ հետ հայացք եմ նետում այդ 21 հոդվածը կարող մի հատ լավ հավես բրոշուր դառնա ու երևի դա կանեմ զուտ գաղափար կանեմ իրար հետ միավորեմ այսօր արհեստական բանականությունն էլ կա որը կօգնի այդ հարցում իհարկե ասես լավ սիրուն գեղեցիկ մի հատ ուղեցույց պատրաստել որը կլինի ինչ որտեղ ստուգաթերթի չեքլիստի նման քայլ առ քայլ մարդիկ ոնց որ կարդան որոշում կհասնեն այո կամ ոչ եթե այո ապա որ ճանապարհով են գնում ես իրականում շատ եմ գնահատում նաև քո այդ արած աշխատանքը որովհետև անկեղծ ասած շատ օգնում ես իմ աշխատանքին են նրան ինչ որ ես եմ անում որովհետև ինչ որտեղից համարում ենք լուսավորչական աշխատանք ենք անում ֆինանսական լուսավորում ենք անում ու այո իհարկե ասենք մեր թիմը շատ ջանք ու եռանդ է գործադրում դրա համար բայց երբ որ նաև մեր գործընկերները, մեր ընկերները մասնակցում են այդ գործընթացին, իհարկե կարելի ասել գեոմետրիկ պրոգրեսիայով է սկսում դա աշխատել եւ զարգանալ։ Իդեպ վերադառնալով բիզնեսմեններին, գործարարներին, ուզեմ եւս մի բան հարցնեմ։ Անձամբ ես իմ բիզնեսմեն ընկերների մեջ շատ եմ հանդիպում են պատկերը, որ ասում եմ գրագետ մարդիկ են, կրթված մարդիկ են, ու դիվերսիֆիկացիա փաստացի չեն անում։ Խոսում են նույնիսկ դիվերսիֆիկացիայի կարևորության մասին, բայց իմ գնահատմամբ չեն անում։ Ամբողջ եկամուտները, ասենք մի հատ բիզնես ունեն, ամբողջ գումարը այդտեղ անընդհատ այդտեղ։ Ու ուզում եմ նաև դու ասես ինչ ես մտածում դրա մասին, դա կարելի է համարել դիվերսիֆիկացիայի բացակայություն ու այդ մոտեցումը ռիսկեր ունի, թե չէ։ Բնական աշխատող բիզնեսի դեպքում, լավ բիզնեսի մեջ մարդը անընդհատ փող է դնում, էլի ես օրինակն ենք քննարկում։ Մոտեցումները անկեղծ ասած տարբեր են, ասենք օրինակ շինարարական ոլորտի հիմնական դերակատարները իրենց գումարները արդեն չեն ներդնում բիզնեսի մեջ, վարկային միջոցներ են ներգրավում։ Դե իրենց գումարները արդեն ներդնում են իրենց սեփական կապիտալ, այդ пассив եկամուտներ, ներդրումներ, այդ կապիտալը աճեցնելու վրա։ Կան ոլորտներ, որ բիզնեսի մեջ անընդհատ գումար դնելը, դա էլ պետք է հասկանալ, ինչ է դա նշանակում։ Դու ինչ աշխատում ես, շահույթ ես ունենում, ներդրում ես այդ գործի մեջ, թե այդ շահույթի մի մասը քո բարեկեցությունն է ապահովում, մի մասը նորից ներդնում ես։ Այստեղ կարող լինի երրորդը արդեն երրորդ ուղղությունը, որը դիվերսիֆիկացիա, հենց ներդրումների տեսանկյունից, որովհետև ունես սեփական բարեկեցություն, ունես բիզնես, որ զարգանում է, որը բավականին դա էլ է մի քիչ այս պահին դժվար ասել ինչ է նշանակում բիզնեսի մեջ փող դնել։ Եթե դա առևտուր է, հա բիզնեսի մեջ կարելի է անընդհատ կամ արժե կամ ես այդ վարկագիծը չունեմ անկեղծ ասած որպես բիզնեսմեն ու դա նորմալ բիզնես է մարդիկ ներկրում են կամ առևտրով են զբաղվում ուղղակի ինձ մոտ այդ առևտրային պահը զարգացած չի ես ավելի շատ ինչպես սկզբում ասացի երկարաժամկետ եմ դիտարկում ամեն ինչ ու կախված է նրանից թե ինչ է նշանակում բիզնեսի մեջ
փող դնելը։ Հիմա ստարտափ գաղափար ունեք, բիզնեսի մեջ ձեր սեփական գումարները չեք դնում, սկսեք ներդրողներ փնտրել։ Նոր պրոյեկտ եք սկսում կամ ուզում եք բիզնեսը բազմաթիվ հաճախորդներ ունենք որպես խորհրդատվական ընկերություն, բիզնեսը ուզում է օնլայնի ներդրողներ է փնտրում։ Հենց այդ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, բայց այն շահույթը, որ ունի, այդ շահույթի մի մասը հաստատ արժե ներդնել բորսաներում, ակցիաներում, բաժնետոմսերում, պարտատոմսերում որպես ապագայի ինչ-որ հիմք, որովհետև այստեղ այն միշտ խոսում են, չէ, բարդ տոկոսի ոնց են իրան ասում, հրաշքների մասին։ Իրականում, որ նայում ես նույն ատոմային սովորությունների գիրքը, չէ, 1%-ի էֆեկտը, ամեն օր 1% ավելին ես անում, տարվա մեջ ստացվում է 37 անգամ ավելի, հա, սուտ բարձ մաթեմատիկական հաշվարկ է։ Մնում է դա կիրառել։ Հարցը նորից նրա մասին է, որ դու գիտես, դու ուզում ես, թե սկսում ես դա կիրառել։ Իրականում հա, ուստեղ նաև այն պահն է, որ մենք հիմա խոսում ենք մարդու մասին որպես ֆիզիկական անձ, բայց երբ որ մենք խոսում ենք գործարարների մասին, պետք է նաև մի քիչ իրավաբանական անձի մասին էլ խոսալ, ու շատ հետաքրքիր պայերից այն, որ իրականում ամբողջ զարգացած աշխարհում իրավաբանական անձիկ իրանց ներդրումները նույնպես անում են արժեթղթերի շուկայում, ինչը նաև հնարավոր է դարել Հայաստանում, նաև մեր շնորհիվ, որպեսզի բիզնեսները իրենց ազատ միջոցները կարողանան ներդրումներ անել։ Իհարկե, նույնիսկ մենք երբ աշխատում ենք բիզնեսների հետ, իրավաբանական անձանց հետ, մեր հիմնական մոտեցումը այն է, որ բիզնեսի դեպքում, այո, դա չպետք է լինի պայմանական տրադիցիոն ինչ-որ մի հատ բիզնես, մեկ էլ թրեյդինգով է զբաղվում, դա տարօրինակ կլիներ, չէ՞։ Բայց խնայողությունների, պարտատոմսերի եւ այլնի տրամաբանությամբ ավելի քան հետաքրքիր է, այսինքն փաստացի նույնիսկ չկա խնդիր բիզնեսմենի համար, ով համահիմնադիր է կամ հիմնադիր է, բաշխել դիվիդենդ, հետո նոր մտածել ներդրում անելու մասին, հա, այսինքն դա նույնիսկ հնարավոր է իրականացնել որպես կազմակերպություն ու այստեղ նաև այս հարցը, արդյոք Հայաստանում գիտեք գոնե մեկ նման բիզնեսմեն, որ կազմակերպությամբ ներդրումներ է անում։ Անկեղծ ասած, հենց այդ տրամաբանությամբ չգիտեմ, գիտեմ այն տրամաբանությամբ, ինչ որ օրինակը բերեցի շինարարական կազմակերպություններին, օրինակ շինարարական կազմակերպությունները իրենց միջոցները դնում են որպես ավանդ, հետո ձեռք են բերում, վերցնում են ավելի բարձր տոկոսադրույքով, մի քիչ ավելի բարձր վարկային միջոցներ եւ իրենց ավանդներն են ապահով, որովհետեւ աշխատում է տոկոսներ է գալիս եւ վարկային միջոցները, որի տոկոսի ծախսերը որպես ծախս են համարում ընդհանուր իրենց ինքնարժեքի մեջ, ծառայում է իր բիզնեսի աճին։ Այս տրամաբանությամբ շատ-շատերին գիտեմ, շինարարական ոլորտի հետ էլ դերակատարների հետ եմ շատ եմ շփվում գործի բերումով, բայց որ բաժնետոմսեր ձեռք բերեն, անկեղծ ասած չգիտեմ, նույնիսկ ինձ հիմա հետաքրքրեց դա։ Իսկ միտքը ոնց է, օրինակ, Միտքը շատ լավն է, որտեղ չի բաժնետոմս, օրինակ, պարտատոմսեր, ավելի կոնսերվատիվ։ Օրինակ, մենք այն գաղափարն ենք առաջ տանում միշտ, որ բոլոր բիզնեսները պետք է ունենան պահոստային ֆոնդ։ Ինչպես ենք նույն մարդու պահովել, չէ, ասում դիվերսիֆիկացիան, այսքան տոկոսը ներդրում, այսքան տոկոսը նաև անկանխատեսելի ծախսեր առաջիկա ամիսների ընթացքում։ Նույնը բիզնեսը պետք է ունենա իր պահոստային ֆոնդը միշտ։ Այդ պահոստային ֆոնդը դիվիդենդները չեն, որ վերցնում ենք, այդ պահոստային ֆոնդը մնում է բիզնեսում ու COVID-ը լավ օրինակ էր այս տեսակետից, որ այն ընկերությունները, որոնք ունեին այդ պահոստային ֆոնդերը, իրենք դիմացան։ Այն ընկերությունները, ովքեր չէ, աշխատակիցներին սկսեցին ազատել, այո, ու խնդիրներ հետո ունեցան COVID-ից հետո, որովհետև COVID-ը ինչ էր, մի պրոյեկտ էր, որ ունի սկիզբ եւ ունի ավարտ, չէ, project management-ի տեսանկյունից։ Այս տեսանկյունից լավ գաղափար է ու արժե բիզնեսների հետ աշխատել, sense բան եղավ միանգամից միտքս պայծառացավ, արժե բիզնեսների հետ աշխատել, ինչու այդ միջոցները մնա, ասենք մենք ունենք պահոստային ֆոնդ, ինչու այդ միջոցները մնա բանկային հաշվին, եթե կարող է ինքը աճի։ Առավել եւս, որ տեխնիկապես դա իրականացնելը, դա նույն ոնց է բիզնեսը հաշիվ բացում բանկում, չէ՞, կարաս ֆիզանձով բացես հաշիվ, կարաս իրավաբանականով,
բրոկերային ընկերությունները նույնպես կենտրոնական բանկի կողմից վերահսկվող տրամաբանությամբ աշխատում են, կարող է բացել հաշիվ եւ ֆիզիկական անձը եւ իրավաբանական անձը, երկու դեպքում էլ իրավաբանական անձի դեպքում հաշիվ բացելու հեշտությունը գիտեք բացել եք։ Նույնն էլ մի քիչ իհարկե ավելի շատ քայլերով, բայց ոչ մի ինչ որ բարդ բյուրոկրատիկ եւ անտանելի գործընթաց է, դա շատ հեշտ իրականացվող գործունեություն է ու շատ ուրախալի է, որ հենց կորպորատիվ հաճախորդները Freedom Broker-ի մոտ շատանում են ու գնահատում են դրա հնարավորությունը։ Օրինակ, կարող են բացեին հաշիվ ու տենց բացած հաշիվ մի հատ մնար, բայց չէ, ով բացել է, ակտիվ այդ հաշիվները օգտագործում կառավարում է։ Նույնիսկ իդեալական տարբերակում դա կրկին հենց չի ինչ որ տենց ֆանտաստիկա եմ նկարագրում, այլ ռեալ զարգացած աշխարհի օրինակներից, որ կազմակերպությունները անկախ ոլորտից հանդիսանում են արժեթղթերի շուկայի մասնակից, որպես ներդրող, եւ նույնիսկ ունենում են բաժին, թրեյդերների բաժին, որ կազմակերպության միջոցները շրջանառում է արժեթղթերի շուկայում, որովհետեւ դա եւ այլ եկամուտի աղբյուր է եւ խնայողության ռեզերվացիայի աղբյուր է։ Դա արդեն ըստ բիզնեսի ռազմավարական մոտեցման։ Կարող է բիզնես կա, որ ասում է, օքեյ, ես ինչ որ մի զգալի տոկոս, օքեյ եմ, տենց փող աշխատելու նպատակով, որպես այլ եկամուտ այդտեղից ունենալ կան կազմակերպություններ, որ ասում են, չէ, նույն ռեզերվացիայի տրամաբանությամբ, ոնց որ դուք նշեցիք, բայց հնարավորությունները կան ու փաստացի ոնց մենք հասկանում ենք, իրականում որ խոսում ենք կրթելուց, բացատրել, սովորեցնելուց, միայն հենց ֆիզ անձանց մասին խոսքը չի գնում, նաեւ բիզնեսմեններն էլ են ըստ իս մի փոքր կարծրացած ինչ որ ռամկաների մեջ ու ամբողջ գործունեությունը անում են այստեղ առավել եւս եթե բիզնեսը հաջողակ է շատ դեպքերում նկատել եմ դա հենց ներդրումների հետ կապված չէ որ այլընտրանքային բաներ ինչ որ պահից այն կողմ սկսում են չնայել օրինակ չգիտեմ երիտասարդ գործարանները սկսում են ինչ որ բացում են սահմանները ստեղծում են եւ ինչ որ մի պահի կոպիտես սկսում են նստել արդեն լավ է կա մենք արդեն աճած կազմակերպություն ենք չնայած որ կողքից եթե բիզնես կոնսալթինգ անես, կարող ես ասես, բայց դու դեռ լիք աճելու տեղ ունես, այս կողմ կարաս գնաս, այն կողմ կարաս գնաս։ Այո։ Մեր բիզնեսը ինչպես որ սպառողներն են ասում, փող չկա, մեր գործարար աշխարհում տարածված բան կա, ասում փող լինի կդնեմ բիզնեսից մեջ, բայց այդ փող լինի դնեմ բիզնեսից մեջ, տրամաբանությունը ինչն է, տրամաբանություն կա, որ ես գումար կաշխատեմ, փող կաշխատեմ, շահույթ կունենամ դրանից։ Հիմա այդ ալտերնատիվը, որ այնտեղից էլ կարող է շահույթ ունենալ, ռիսկերի կառավարման տեսանկյունից կարող ավելի քիչ շահույթ է բիզնեսի մեջ ավելի շատ է, դե մենք շատ դեպքեր ունենք, հենց գործի բերումով շփվենք շատ ընկերությունների հետ, որտեղ պահեստները շատ մեծ է, նշանակում է պահեստների կառավարման խնդիր կա, կանխիկ գումարը ապրանքի մեջ է դրված ու կանխիկ գումարը արժե զրկվում այդ ապրանքով, դե պետք է վերեն ասենք 3 ամսվա պահուստ, որպեսի վաճառեն, վերում են 6 ամսվա, որովհետև մի քիչ էժան է եղել։ Հիմա եկեք դա հաշվենք, հա, ինքը մեծ պահեստ է, բայց մեծ ծավալի դրամական միջոցներ է իր մեջ պահված, որը սառած է, նույնիսկ արժեզրկվում է։ Մի հոլանդացի էքսպերտ ունենք, մոտ 20 տարի առաջ Հայաստան եկավ ու այսինքն շատ էր գալի, այդ 20 տարվա առաջվա դեպքը հիշեցի, որ գնացինք մի ընկերության ղեկավարը այնց գլուխ գովալով ասեց, «Տես ինչքան մեծ պահեստ ունեմ, լիքը ապրանք ունեմ», ինքն էլ ասեց, հոլանդացին ասեց, «Դու շատ վատ գործարար ես»։ Ինչու՞, որովհետև լավ գործարարը պահեստ չի ունենում։ Ամբողջը վաճառած է լինում, հա, այս տրամաբանությամբ որ տանենք, որովհետև խոսքը նրա մասին չէ, որ ունես պահուստային այդ 3 ամսյա պահուստային ֆոնդը, այլ բիզնեսի մեջ կան որոշակի խցանումներ, օրինակ մեծ պահեստի տեսքով, ոչ ճիշտ ժամանակին քո գումարները կամ հումքը կառավարելու, արտադրությունը կառավարելու, այս տեսանկյունից բավականին մեծ ծավալի կորուստներ են լինում։ Առաջին հերթին կարելի է այդ կորուստները նվազեցնել, այդ լրացուցիչ գումարները ներդրումներ անել։ Այո, իրականում մոտեցումը շատ ճիշտ է ու ես շատ եմ ուրախանում, որ կան քո նման մարդիկ, մեր նման մարդիկ ու տենց մարդիկ շատանում են։ Ես համոզված եմ, որ մեր այս խոսակցությունը, որ պրոյեկցենք պայմանական 5 տարի առաջ, 5 տարի հետո հանդիպենք էլի սենց ոդքասթ անենք,
խոսալու ենք նրա մասին, թե ինչ ուժեղ է փոխվել մտածողությունը 5 տարում էս վերջին օրինակ։ Նաև անձնական մի քիչ հարց կուզենայի տալ, անձնական ասել եմ նկատի ունեմ ոչ թե հենց ներդրումներից, արժեթղթերից, այլ էլի բիզնեսից։ Անձամբ դու կարաս հատկացնես երկու պատմություն, մատնանշես մի կարելի ասել ինչ որ մի քայլ, չասեմ սխալ, բայց որը արել ես հիմա հետ ես նայում ասում ես, սա ինչ չի անի, ու հակառակը ինչ որ մի հատ кейս էլ, որ միշտ որ ասում ես բիզնես հաջողություն, ճիշտ քայլ, զգացել եմ, վերլուծել եմ ու արել եմ, ստացվել է, մի հատ էլ այտենց պատմություն։ Այդ երկուսը իրար կմիավորեի, ավելի շատ կասեմ մի բան, որը հաստատ պետք է անեի 5 տարի առաջ։ Ավելի մեծ գումարներ պետք է ներդնեի, դա միանշանակ, ավելի մեծ համատաբար ի նկատի ունեմ, որովհետև հենց որ առաջին անգամ ես մտնում, փորձում ես զգուշավոր լինել, չնայած ագրեսիվ ակտիվների մեջ եմ սկսել դնել, բայց զգուշավոր, ավելի մեծ գումարներ կներդնեի եւ շատ ավելի մեծ դիվերսիֆիկացիա կանեի ի սկզբանե։ Այդ շատ կարևոր է, որովհետեւ երբ որ սկսում ես ներդնել ու տեսնում ես այդ ակտիվները աճում են, ագրեսիվ ակտիվներ են աճում, սկսում արդեն մարդկային հոգեբանությունը, ուզում ես ավելի շատ ներդնես, ավելի շատ գումար աշխատելու, բայց այստեղ իմ պարագայում ինձ կառավարելը բավականին հեշտ է, որովհետև տրամաբանությունը ինչ է, դու կարող ես շահել, դու կարող ես կորցնել։ Իսկ կան թե հնարավորություն աշխատելու, ռիսկ կա նաև կորցնելու, հա, միշտ այդ հարցն է, չէ, ասենք ավելի բանա ցավոտ է կորցնելը, թե ավելի հաճելի է շահելը։ Միշտ դա էլի մարդկային բնույթի հարց է։ Եթե ինչ կանեի այդ մենթորի հարցն է, միշտ այդ մենթորի հարցը ինձ, որ հետեմ նայում, թե բիզնեսում, ինչ որտեղ կյանքում էլ, ինչ որտեղ նմանատիպ ոնց որ ներդրումներ անելուց էլ, մի մարդ, որը հիմա շատ եմ դա զգում այդ կարիքը, որ այն ժամանակ արժեր անել, որ շատ եմ շփվում տարբեր միությունների, ասոցիացիաների անդամ եմ 7 միությունների եւ ասոցիացիաների անդամ եմ գործարար տարբեր ուղղություններով ու որ զգում եմ որ մարդիկ կան ինչքան ինֆորմացիա ունեն, ինչքան պոտենցիալ ունեն, ինչքան խելք ունեն, ինչքան տրամաբանություն ունեն, իրենցից անընդհատ սովորել է պետք։ Ու իմ խորհուրդը կլինի երիտասարդներին հենց դա որ անընդհատ շփվեն շատ ավելի մեծ փորձ ունեցող մարդկանց հետ, որովհետեւ այդ գիտելիքը կարելի ասել անվճար տրվում է։ Հա, իրականում ժամանակակից աշխարհում որ նայում ես ինչքան հնարավորություններ կան զարգանալու, ինքնակրթվելու ու ինչքան քիչ մարդիկ են օգտվում այդ հնարավորությունից, իրոք սկսում ես ափսոսալ, ասում ես, բայց ինչի է, այսինքն այդ ամեն ինչը կա։ Առավել եւս երիտասարդների օրինակով, որովհետեւ երևի թե դա հենց այն պատճառով է, որ ինչքան ինքնակրթվելու հնարավորություններ կան, այդքան նաեւ ոչ ինքնակրթվելու հնարավորություններ կան, նույն այդ գալիս ենք էլի ընտրության անին, որ էլի ընտրում ենք ինչ-որ կարճաժամկետ հաճույքների, կարճաժամկետ շահ ստանալու, այլ ոչ թե վաղվա օրվա մասին ենք մտածում։ Դա իհարկե ես ինչ-որ տեղ նաև համարում եմ, որ դա sense մեր կարելի ասել տրադիցիոն նաև մոտեցում է, որ միշտ դա ենք տեսել, դա ենք սովորել եւ հիմա կարծես թե ունենք նաև առաջադրանք դա ինչ որտեղ կոտրելու, սկսելու մտածել վաղվա օրվա մասին, որ այո, այսօր լավ է, վաղը պետք է լինի ավելի լավ, ոչ թե մի բան անենք այսօր մի բան լինի, դե վաղը կերևա։ Շատ հետաքրքիր հարց է դա, ու մի հատ առանձին խոսակցության, առանձին քննարկման հարց է։ Վերջերս Facebook-ում այդպիսի մի գրառում արեցի, ինչու մենք երկարաժամկետ ռազմավարական մտածողություն չունենք կամ թույլ է կամ բացակայում է, կարևոր չի ձևակերպումը, գաղափարն է կարևոր այստեղ։ Ու արձագանքները եղան դե քանի որ մեր պատմություն, մեր հարևաններ, այս ամեն ինչը դրա համար մենք չունենք երկարաժամկետ պլանավորում։ Իմ արձագանքն էլ ինչն էր այդ ամեն ինչին։ Միգուցե հակառակն է, չունենք երկարաժամկետ պլանավորում, այդ պատճառով այն ամեն ինչ ինչ գալիս է մեր գլխին, Միգուցե դրանից է։
Քան մենք 30, 50, 100 տարվա պլանավորում չենք անում։ Մի շաբաթ առաջ Գերմանիայում բուսաբանական այգու հետ կապված մի պատմություն Դորտմունդ քաղաքում լսեցի, ընկերներից մեկը պատմեց, որ այսօր որոշում են այնպիսի ծառեր տնկել, որ 100 տարվա կտրվածքով։ Իսկ ծառա տեսակները որոշում են 100 տարվա կտրվածքով ինչ տնկեն, հաշվի առնելով այս եղանակային փոփոխությունները, դեմոգրաֆիական փոփոխությունները, տարածաշրջանային փոփոխությունները, այսինքն կարճ ասած գաղափարը ինչն է։ Պետք է ունենանք երկարաժամկետ մտածելակերպ, երկարաժամկետ պլաններ, որպեսզի այն լոկալ խնդիրները, որ ունենում ենք, ավելի հեշտ կառավարելի լինի։ Այս ինվեստորին աշխարհի լավագույն ինվեստորներից մեկը Ռեյ Դալիոն գիրք ունի, չէ՞, սկզբունքներ։ Հենց այդ գրքում ես դրա մասին այն գլխավոր բանը, ասում եմ, եթե դու ունես սկզբունքներ, որոշումներ կայացումը շատ հեշտ է։ Դա լինի առօրյա, տակտիկական, թե ռազմավարական որոշումներ։ Իրականում իմ սիրած գրքերից մեկն է ու շատ հետաքրքիր մտքեր է առաջացնում, մտածում ես, իրոք կարդալուց մտածում ես եւ դա վերաբերում է ոչ միայն հենց տնտեսական որոշումներին, այլ հավասարակ երևի թե կյանքին։ Ընդ որում այդ գիրքն էլ հայերեն թարգմանվել, ես լինելով այնպես մոլի գրքասեր անընդհատ խթանում եմ գրքի ընթերցանությունը, որտեղ գիտելիք է գիրքը վերջը, հա, այսինքն գիրքը ինչ է, ինչ որ մի բան է, որը մարդիկ այդ ճանապարհը անցել են, իրենց փորձը կիսում են ու դու կարող ես դա անվճար վերցնել։ Անվճար ասելով, գիրքը արժեք ունի, բայց այն ինչ որ իրանցից վերցնում է շատ ավելի թանկ արժեք։ Ինքը ունի գին, բայց արժեքը շատ ավելի մեծ է, քան իր գինը, համաձայն եմ։ Այս վերջերս մի կազմակերպության տնօրեն ինձ ասեց, որ խորհրդատվական պրոյեկտի մասին ենք խոսում, ասեց, բայց ես չեմ ուզում գրքային օրինակներ, ես ուզում եմ ռեալ պրակտիկ օրինակներ։ Իմ պատասխանն էր գրքում օրինակները բազմաթիվ հազարավոր տարբեր պրակտիկ օրինակների ընդհանրացումն է։ Գիրքը որտեղից է ծագել։ Հենց այդ պրակտիկ օրինակներից։ Դե իրականում խոսեցինք հենց նրա մասին, թե ինչպես պետք է մտածենք, հա, ես էլ հասկացա, որ դու էլ ես մտածում, որ պետք է ունենանք առաջնահերթ պրինցիպներ ու երկարաժամկետ մտածողություն, բայց կուզենայի նաև մի հատ sense հարց տայի, որն է այն հիմնական հարցը, որ մարդիկ տալիս են, որն է կարելի ասել այն մոլորումը, որ մարդիկ ունեն, բայց դու համարում ես, որ պետք է տային ուրիշ հարց։ Հիմնականում մարդիկ հարցնում են, ես ինչքան փող կաշխատեմ, ես ինչքան շահույթ կունենամ, բայց պետք է հարցնեն, ես ինչ կարող եմ անել այդ շահույթը մեծացնելու համար։ Հարցը շատ կուզենամ լսել, որովհետև դա վերում է նրան, որ մարդը ուզում է իր ներգրավվածությունը ունենա իր անձնական շահույթները ավելացնելու հարցում։ Իսկ երբ որ հարցում ես ինչքան փող կաշխատեմ, պատասխանատվությունը դնում է դիմացինի վրա ու նաև ռիսկերն է դնում դիմացինի վրա, բայց դա քո գումարներն են, դու պետք է ջանք թափես, սովորես, կրթվես, ներգրավես այդ process-ների մեջ, հետաքրքրվես, կարդաս, համեմատես, վերլուծես, որովհետև առաջ աշխարհում կարևորը ինֆորմացիան էր, հիմա ինֆորմացիան կարևոր չի, կարևորը ինֆորմացիայի վերլուծությունն է։ Դու ինչպես ես կարողանում վերլուծել եղած ինֆորմացիան։ Դա այնքան իրական ու fake նորություններ են գալիս, ինֆորմացիա է գալիս, ու պետք է ունակ լինես, վերլուծես ու քո համար որոշում կայացնես։ Իրականում հա, այդ հարցը քանի որ ներդրողների հետ շատ եմ շփվում, կարամ ասեմ, որ այդ հարցը սկսել է մարդկանց մոտ ծագել։ Արդեն ես սկսեմ դա տեսնել ու հենց մեր ամբողջ YouTube-յան ալիքի գաղափարը, եւ հենց մեր YouTube-յան ալիքով էլ մեր podcast-ը հրապարակվելու է, մենք այնտեղ հենց պատասխանում ենք այդ հարցին։ Մենք չենք ասում սա արա կաշխատես այսքան, սա արա կաշխատես այսքան։ Մենք խոսում ենք նրա մասին, թե ինչ ենք մենք անում եւ ինչ հույսեր կարող ենք ունենալ ըստ այդ մեր ռազմավարության, ինչ ռիսկի ենք դիմում, ինչ պոտենցիալ եկամտաբերություն ունենք։ Իդեպ, եթե սա ձեզ հետաքրքիր է, անպայման մեր ալիքին բաժանորդագրվեք։ Կուզենայի նաև արդեն իսկ sense համապարփակ հետաքրքիր զրույցի վերջում մենք sense որ խոսանք, երևի թե մեզ ժամերն էլ քիչ կլինեն, որովհետև երկուսս էլ իրար պատմելու, կիսվելու մի շարք բաներ ունենք, մի հարցից առաջանում է նոր հարց, մի թեմայից նոր թեմա,
Բայց ես առաջարկում եմ կամաց արդեն իսկ եզրափակենք մեր այսօրվա եթերը եւ ինչու՞ չէ մեր բոլոր մնացած մտքերը արդեն իսկ մեկ այլ ոդքասթով կամ այլ ֆորմատով շարունակենք իրար հետ քննարկել։ Սակայն մինչ եզրափակելը ես մի քանի բլից հարց եմ պատրաստել, ասենց արագ հարց-պատասխան ֆորմատով, եթե դեմ չես, անենք ասենց մի հետաքրքիր բան։ Գնացինք։ Ինչ, գնանք։ Առաջին հարցը. բիզնես թե ներդրում, եթե պետք է ընտրել միայն մեկը։ Հիմա ներդրում, Ռիսկ թե կայունություն։ կայունություն։ Երկարաժամկետ պլան թե արագ հնարավորություն։ Իմ դեպքում միայն երկարաժամկետ պլան, Փողը ավելի շատ գործիք է թե նպատակ։ գործիք, Ինտուիցիա թե թվեր։ իմ դեպքում թվեր, Ավելի շատ վախեցնող է կորուստը թե բաց թողնված հնարավորությունը։ բաց թողնած հնարավորությունը շատ վախեցնող է։ Համաձայն եմ անկասկած։ Երիտասարդ ներդրողին առաջին քայլը սովորել թե միանգամից սկսել գործել։ Զուգահեռ, սովորել եւ զուգահեռ շատ փոքրիկ ներդրումներով շարունակել սովորել։ Այսօր ավելի կարևոր է համբերությունը թե արագ արձագանքը։ Համբերությունը, Եվ վերջին բլից հարցը փողը ազատություն է տալիս թե պատասխանատվություն։ փողը տալիս է ազատության պատասխանատվություն։ Անճարեղ պատասխան։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, որ գտաք ժամանակ եւ այցելեցիք մեզ, որպեսզի մեր վաղուց պլանավորած միջոցառումը դարձնենք իրականություն եւ հույս ունեմ, որ մեր գործընկերներին, ովքեր մեզ դիտում են, նույնպես կլինի շատ հետաքրքիր եւ շատ օգտակար։ Շնորհակալ եմ շատ, Սամվել ջան։ Շնորհակալություն, ես էլ շատ բաներ սկսեցի այս ընթացքում մտածել, վերլուծել ու ինձ համար նոր գաղափարներ, մանավանդ կորպորատիվ ներդրումների տեսանկյունից նոր գաղափարներ ձևավորել, շատ հետաքրքիր էր, բայց մեզ մի քանի ոդքասթ բավարար չի լինի բոլոր մտքերը կիսելու։ Դե ուրեմն կմտածենք էլ ինչ ենք անում, որ կարողանանք քննարկել, գտնել լուծումներ եւ ցանկալի է իհարկե դա անել հնարավորինս հանրային, որպեսզի մեր գործընկերները նույնպես ունենան հնարավորություն դա տեսնելու։ Դե ինչ, շնորհակալություն, որ դիտեցիք մեր ոդքասթը, հույս ունեմ դուք ստացաք բավականին հետաքրքիր, ինչպես մենք ենք սիրում ասել, ինսայթներ եւ մի փոքր ավելի մոտ եք գտնվում ներդրումներին եւ ավելի լավ եք պատկերացնում, թե ինչպես է պետք աշխատել լսելով Սամվելի պես փորձառու մարդկանց։ Մինչ հանդիպում։